Բարև ձեզ, այսօր խոսելու ենք վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Ռուստամ Մախմուդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մախմուդյան։ Պարոն Մախմուդյան, կպատմեք մասնագիտական ընտրության մասին, ինչպես որոշեցիք ընտրել հենց իրավաբանի մասնագիտությունը։ Ուղղորդումներ, խորհուրդներ եղել են։ Անկեղծ ասած, իրավաբանի մասնագիտությունը ընտրելու առումով միանգամից ասեմ, որ որևէ այսպես ուղղորդում, խորհուրդ կամ որևէ անձի ազդեցություն ուղղակի չի եղել։ Ես պարզապես առաջին անգամ իրավաբան դառնալու իմ այսպես ասած մտադրության մասին գրել եմ դպրոցում ինչ եմ ուզում դառնալ վերնագրով շարադրության ժամանակ եւ հիմա կարող է հարց առաջանալ ինչպես եղավ որ հենց իրավաբանի մի փոքր ավելի շատ այսպես արդարության, հավասարության թեկուզ այդ ժամանակվա դպրոցական տարիների տրամաբանության մեջ արդարության հասնելու եւ շատ դեպքերում տարբեր ասենք ընդհանուր ասենք կոնֆլիկտային իրավիճակներում քո խոսքը ասելու տրամաբանության մեջ է։ Աշխատել եք մասամբ նման եւ տարբեր ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, զինվորական դատախազություն, հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ազգային ժողով, դատական դեպարտամենտ։ Կարող եք հիշել նշված վայրերից, որտեղ եք ձեզ ավելի հարմարավետ եւ լավ զգում եւ ձեր այնտեղ աշխատելու տարիներից մինչ այժմ նշված ոլորտներում արձանագրված խնդիրները որքանով են լուծում ստացել։ Նախ ասեմ իրականում ճիշտ եք նկատում, իմ աշխատանքային ուղին ոլորտային առումով շատ այսպես բազմասպեկտ է եւ բազմազան, բայց հավատացեք, որ դրանից ցանկացած մեկ այլ ոլորտ տեղափոխվելուց ել ավելի շահում է այդ միջավայրում իմ կատարած կամ կատարվելիք աշխատանքը։ Ձեր կողմից թվարկված ոլորտներում իրականում յուրաքանչյուր տեղ ուղեկցվել է որոշակի հիշողություններով, բայց միգուցե ավելի երկար տարիներ աշխատելու տրամաբանության մեջ, միգուցե որպես նոր ստեղծված ինստիտուտի բավականին լավ դրական հիշողություններ ունեմ մինչ օրս, այսպես ասած, պահպանված մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից, որովհետև 2004 թվականի մարտի 1-ին, երբ որ նշանակվեցի այդ հաստատությունում, զրոյական վիճակ, որոշումների ձևաթուղթ, որոշումների ձև, այսինքն մենք մոտ 10-12 հոգի էինք, կատարում էինք բոլոր տեսակի աշխատանքները, գործավարություն եւ այլն, եւ ասեմ ձեզ, որ այդ լավ հիշողությունների նաեւ պատճառը օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնող անձանցով էր պայմանավորված Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպան Տիկին Լարիսա Ալավերդյանի, այնուհետև խորհրդարանի կողմից ընտրված Արմեն Հարությունյանի օրոք ինձ մոտ մնացել են բավականին ջերմ հիշողություններ։ Հաջորդ ոլորտը, որտեղ որ ես նորից հիշողություններ ունեմ եւ շարունակում այդ հիշողությունները կրկնապատկել, դա արդեն դատական իշխանության համակարգում աշխատանքի անցնել է շուրջ արդեն 12-13 տարիներ եւ այստեղ շատ կարեւոր է ընդգծել, որ դատական իշխանության համակարգում զբաղեցնելով տարբեր պաշտոններ եւ այսօր դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելով չունեմ որևէ դժվարություն պատկերացնելու թե համակարգում աշխատանքների բնույթը ինչպիսին է։ Հասկացած գրասենյակի գործավարությունից, որովհետեւ դատական դեպարտամենտում աշխատելու տարիներին ես այդ ամբողջին առնչվել եմ եւ դատական իշխանության համակարգում, այդ թվում նաեւ դատական դեպարտամենտում աշխատանքի հետաքրքրությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ դու ի վերջո գործ ունես դատավորների աշխատանքի հետ, իսկ դա քեզ մեկ անգամ եւս ստիպում է, որ դու լուրջ վերաբերվես ցանկացած հարցին։ Եվ իհարկե հաջորդ հետաքրքիր հաճելի հիշողությունը դրանք խորհրդարանական գործունեության հետ է կապված, որը որևէ կերպ չի նույնանում իր բոլոր հիշողություններով, իր բոլոր դրական ու բացասական կողմերով իմ այլ ոլորտներում աշխատած միջավայրերի կամ ոլորտների հետ, որովհետև խորհրդարանական աշխատանքը դա մի հետաքրքիր եւ ոչ միայն իրավաբանական, այսինքն տարբեր չգիտեմ, իր մեջ ներառում է դիվանագիտություն, իր մեջ ներառում է քաղաքականություն, բայց այնուհանդերձ ես խորհրդարանում եմ իմ կատարած աշխատանքը առավելապես դրսևորել եմ մասնագիտական գործունեությամբ։ Ես աշխատել եմ առավելապես խորհրդարանական իմ գործունեությունը ծավալեմ
օրենքների ընդունման եւ իրավաբանական բնույթի աշխատանքների վրա։ Իհարկե դրանով հանդերձ չէր կարող անմասն մնալ նաեւ քաղաքական գործընթացների, իսկ այն փաստը, որ ես զբաղեցնում եմ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, դա ինձ ստիպում էր, որ ես առավելապես իմ աշխատանքներն իրականացնեմ եւ իրագործեմ հենց իրավաբանական հարթության մեջ եւ տիրույթում։ Քանի որ խոսեցին քաղաքական անցյալի մասին, այդ փաստը ձեզ մոտ մասնագիտական առումով երբևէ խոչընդոտներ առաջացրել է, կամ օրինակ դատավարության մասնակիցները երբևէ դժգոհ են այդ առումով, ինչ որ հարցեր առաջանա նրանց մոտ, նման դեպքեր եղել են։ Գիտեք, քաղաքական կենսագրությունը ես միշտ դիտարկում եմ հետևյալ կերպ. ցանկացած անձի մոտ աշխատանքային միջավայրերի փոփոխություն պիտի լինի եւ դու քո բոլոր աշխատանքային միջավայրերում պիտի դրսևորես հավատարիմ մնալով քո մասնագիտությանը։ Ես միշտ ու առավելապես ընդգծել եմ իմ իրավաբանի մասնագիտական առաքելությունը։ Իմ մասնագիտական աշխատանքային առաջխաղացման մեջ ուղիղ անմիջականորեն խոչընդոտներ չեն եղել, բայց միշտ անգամ մամուլի մակարդակով, տարբեր կարծիքների առումով որոշակի թերահավատություն անձանց մոտ կարող է լինել եւ եղել է։ Ես նույնիսկ հիշում եմ, երբ որ 2016 թվականին ընդգրկվել էի դատավորների թեկնածուների ցուցակում, հետո կարծեք թե որոշեցի գնալ խորհրդարան սահմանադրական բարեփոխումներից հետո նաեւ նախատեսված պահանջներից ելնելով հոդված կար մամուլում պիտի դառնար դատավոր, բայց կդառնա падգամավոր մոտավորապես վետարությամբ եւ հետաքրքիր, որտեվ որևէ այսպես ընդհանրություն մեծ հաշվով չկա։ Մի դեպքում օրենսդիր գործունեություն է, մյուս դեպքում արդարադատության իրականացում։ Այս մասով կոնկրետ ընդգծված խոչընդոտներ չեմ նկատել, բայց այնուհանդերձ սա որոշ անձանց մոտ որպես երրորդ անձի, անկոմնակալ անձի կարող է ողջամտորեն նման թերահավատություն առաջանալ։ Իսկ գործունեության ընթացքում երկու անգամ եմ ունեցել իրավիճակ, դատավարության մասնակիցներից մեկը ազգային ժողովի նախին падգամավոր էր, բայց ոչ այն խմբակցությունից, որում ես էի գտնվում, մյուս կողմը բացառք հայտնելու միջնորդություններ ներկայացրել, ասելով, որ քանի որ դուք միասին падգամավոր եք եղել, հետեւաբար կունենաք կողմնակալ վերաբերմունք։ Իհարկե ես բացառք հայտնելու մասին միջնորդությունը մերժել էի, նախ փաստելով, որ մենք նույն խմբակցությունից չենք եղել, իրականում հանրահայտ էր, որ ազգային ժողովի նշված падգամավորի հետ ջերմ հարաբերություններ չենք ունեցել եւ ներքին համոզմունքը ունեմ, որ ես կարող եմ, այո, ճիշտ արդար որոշում կայացնել եւ այդ որոշումը հենց հետագայում ընդունելի դարձավ նաեւ դատավարության այդ մասնակցի համար։ Մեկ նման դեպք էլ է եղել, արդեն մեկ այլ խմբակցության մյուս падգամավորի մասով, բայց հավատացեք, գիտեք, ոչ մի կաշկանդվածություն, ոչ մի այսպես լարվածություն չեմ ունեցել, որովհետեւ ես միշտ իմ կատարած աշխատանքի մասնավորապես արդարադատության իրականացման հիմքում դրել եմ այդ արդարության զգացումը եւ արդարադատության իրականացումը ոչ միայն իմ համոզմունքի, ներքին համոզմունքի տեսանկյունից, այլ նաեւ մարդու եւ քաղաքացու իրավունքների առաջնայնության տեսանկյունից։ Շատ հաճախ միգուցե օրենսդրական կարգավորումների տրամաբանության մեջ դու բախվում ես արդարության եւ արդարադատության մեջտեղում կանգնած լինելու փաստին, բայց այդուհանդերձ այստեղ բնականաբար քեզ օգնության է գալիս նաեւ քո ներքին համոզմունքը, որոնց այդ երեքի միասնության արդյունքում կարող ես ի վերջո կայացնել այն դատական ակտը, որը քո պատկերացմամբ կամ քո համոզմունքով ճիշտն է ու արդարն է։ Իսկ որպես նախկին падգամավոր, ինչպես եք վերաբերվում դատական եւ օրենսդիր իշխանությունների փոխազդեցությանը։ Ազգային ժողովի падգամավոր եմ եղել հենց այն ժամանակահատվածում, երբ որ սահմանադրական բարեփոխումներից կամ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ավելի ընդգծվեց դատական իշխանության եւ օրենսդիր իշխանության մարմինների գործունեության, այսպես փոխգործակցության, ինչու՞ չէ նաեւ որոշակի առումով փոխազդեցության հանգամանքները, մասնավորապես այդ ժամանակահատվածում էր, երբ որ արդեն կար կարգավորում Վճռաբեկ դատարանի դատավորները պիտի ընտրվեն ազգային ժողովի կողմից, Վճռաբեկ դատարանի նախագահը, ու այդ բոլոր ըստ էության դատական իշխանությանն առնչվող բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցում
Միշտ որոշ հաշվի առնելով, որ մինչև падգամավոր դառնալս ես արդեն աշխատում էի դատական դեպարտամենտում եւ շատ լավ պատկերացնում էի դատական իշխանության գործունեությունը, ազգային ժողովի падգամավոր լինելով հանդերձ ունեի որոշակի վերապահումներ, որ իմ կարծիքով դատական իշխանությանը եւ դրա ներկայացուցիչներին այդքան շատ պիտի չակերտներով ասած կախվածության մեջ գցել օրենսդիր իշխանության մարմինից, որովհետեւ որևէ պարագայում այդ թվում նաեւ օրենսդիր իշխանության մարմինը եւ իրենց ներկայացուցիչները ապահովագրված չեն ունենալու խնդիր առերեսվելու կամ բախվելու հենց արդարադատության իրականացմանը եւ այս պարագայում հոգեբանական առումով կարող են օբյեկտիվորեն որոշակի դժվարություններ հաղթահարելու անհրաժեշտություն լինի։ Ինչ խոսք ասվածս բնավ չի ենթադրում, որ այդ իշխանության երկու թևերը որևէ փոխազդեցություն միմյանց նկատմամբ չպիտի ունենա, հակառակ պարագայում մենք այստեղ գործ ունենանք իշխանությունների տարանջատման, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմով աշխատելու տրամաբանության մեջ։ Մինչև 2015 թվականի խորհրդարանական կառավարման ձևին անցնելը իրականում օրենսդիր իշխանության ազդեցությունը նույնիսկ կարելի ասել զրոյական մակարդակի է եղել եւ կարծեք թե ամբողջ գործառույթները վերապահված են եղել հանրապետության նախագահին եւ հանրապետության նախագահական կամ դիսանախագահական կառավարման ձևի պայմաններում դա եղել է ինչ որտեղ օրինաչափ, բայց երբ որ մենք անցում կատարեցինք որպես խորհրդարանական կառավարման ձևի որպես հանրապետության, սա նաև միջազգային փորձի տրամաբանությունից ելնելով էր, որ որոշ դեպքերում, այո, օրենսդիր եւ դատական իշխանության փոխազդեցությունը պիտի լինի, բայց այդ ազդեցությունը պիտի լինի այն չափով եւ այն ձևաչափով, որը որևէ կերպ բացասական ազդեցություն չունենա դատական իշխանության մարմինների կողմից արդարադատություն իրականացնելու ընթացքում։ Իսկ կան օրենքներ, որոնց ընդունմանը մասնակցել եք դեռևս այդ տարիներին եւ այժմ դրանք ձեր դատավարական գործունեության ընթացքում կիրառում եք։ Բարեբախտաբար ասենք, թե ուրախություն ինձ ասեմ, այո, կան եւ հաշվի առնելով, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո մեզ մոտ դատական իշխանությանը գործունեությանը վերաբերող մի շարք բազմաթիվ օրենքներ նկատի ունեմ դատական օրենսգիր, սահմանադրական օրենքի տրամաբանությամբ, տարբեր դատավարական օրենսգրքերի եւ ինչու՞ չէ նաեւ մի շարք օրենքների պարագայում, այո, ես այսօր կիրառում եմ օրենքներ, ես այսօր ղեկավարվում եմ օրենքներով եւ դրանց նորմերով, որոնց ընդունմանը ոչ միայն մասնակցել եմ, այլ ես եղել եմ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կամ այդ օրենքի նախագծի հարակից զեկուցող, որովհետեւ կառավարությունն է վերած եղել, ինչու՞ չէ որոշ դեպքերում նաեւ հեղինակ կամ համահեղինակը եւ մի հետաքրքիր դիտարկում, այսպես հակագից բացենք, շատ դեպքերում այդ իմ մասնակցությամբ ընդունված օրենքներում որոշ դրույթների վերաբերյալ իմ պատկերացումները միգուցե խորհրդարանում որպես օրենսդրի այլ են, բայց երբ որ դու գալիս ու արդեն իսկ ընդունված օրենքը սկսում ես կիրառության մեջ դնել, իրավական պրակտիկայում տեսնում ես, որ օրենքն ընդունողը միշտ չի, որ ամբողջական պատկերացում ունի, թե իրավական պրակտիկայում դա ինչ դժվարություններ կարող է առաջանալ, ինչն էլ միշտ ինձ բերում է այն մտայնության, որ ամեն դեպքում շատ հետաքրքիր է, որոշ դեպքերում շատ արդարացված, երբ որ դատավորի պաշտոնը զբաղեցնող անձը ինչ որ առումով նաև զբաղվի օրինաստեղծ գործունեությամբ մինչև այդ կամ գործադիր իշխանության բնագավառում, որովհետև այդ կենսափորձը եւ այդ տարբեր նախին աշխատավայրերում եղած աշխատանքային փորձը քեզ հնարավորություն է տալիս, որ դու իրավաստեղծ գործունեությունը իրականացնելուց պատկերացում ունենաս ոչ միայն այսպես օրենսգրքի, օրենքի մակարդակով թղթին տրված վարքագծի համապարտադիր կանոններ, այլ կանոններ, որոնք որ մեր իրական կյանքում դրանք կարող են իրագործելի լինել։ Ու ես շատ հաճախ, երբ որ փորձում եմ նաև վերլուծություն կատարել, ուղղակի տեսնել այդ դրույթները, որոնք որ ընդունվել են, ինքս իմ մեջ գալիս եմ եզրահանգման, որ ամեն դեպքում ազգային ժողովում եղած ժամանակահատվածում միգուցե այս դրույթի վերաբերյալ կարելի է այս կարծիքը հայտնել եւ այո ունենք բազմաթիվ օրենքներ, որոնցով ես այսօր ղեկավարվում եմ եւ կիրառում եմ դատական ակտերը կայացնելիս։
Ձեր այս վերջի դիտարկումները հաշվի առնելով կարող ենք նշել այսինքն, որ ձեր падգամավորական ուղին նաև դրական է ազդել դատավորի աշխատանքի։ Ես միանշանակ դա կարող եմ ասել, այնպես ինչպես իմ հետագա աշխատանքի վրա դրական ազդեցություն է ունեցել նույն մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատելու տարիները, որովհետև տեսեք, այդ օմբուդսմենի աշխատակազմում աշխատելուց մենք առաջվում ենք ոստիկանության եւ ձերբակալված, կալանավորված անցած փակհաստատությունների հետ։ Մենք առաջվում ենք զինված ուժերում զինծառայողների իրավունքների պաշտպանության փակհաստատություններում, ծերանոցներ, մանկատներ, հոգեբուժարաններ եւ այլն տարբեր ոլորտների աշխատանքային փորձը, տարբեր ոլորտներում ականատես լինելը նույնիսկ դրականորեն ազդեցություն ունի իմ ներկայիս դատավորի աշխատանքի դրական առումով վրա, իսկ օրենսդիր գործունեության առումով ես հաստատապես ձեզ վստահեցնում եմ արդեն որպես կիրառված փորձի, որ միանշանակ դրական ազդեցություն է ունեցել, առավել եւս նորից եմ կրկնում, որ ես իմ падգամավոր եղած տարիներին առավելապես գործունեությունը ծավալել եմ հենց իրավաբանական տրամաբանության մեջ ու տեսանկյունից։ Պարոն Մախմուդյան, ինչպես, ինչ մտքերով, հոգսերով է սկսվում դատավորի օրը։ Իհարկե չէի ուզենա, որ այդ մտքերով ու հոգսերով սկսվեր, բայց անխուսափելի է, երբ որ մենք մեր օրը սկսում ենք ինչպես հաղթահարենք առաջինը ծանրաբեռնվածությունը, ինչպես անենք, որպեսզի աշխատանքը կազմակերպենք ռացիոնալ եւ արդյունավետ, այդ թվում նաեւ քո աշխատակազմի հետ աշխատելու առումով, ու սկսում ենք դրանից։ Այնուհետև հաջորդ արդեն եթե դատական նիստերով է ուղեկցվում քո տորվա աշխատանքը, բնականաբար նախապատրաստում ես նիստերի եւ այդ նիստերի ժամանակահատվածում ես որդեգրել եմ իմ մոտեցում, որ պիտի փորձես դատական նիստերի դալիճ մտնես գործին լիարժեք տիրապետելով, բոլոր փաստերին տիրապետելով, որպեսզի կարողանաս այդ դատական նիստի ընթացքում դատավարության մասնակիցներին գործին վերաբերելի բոլոր հարցադրումները սպառիչ ներկայացնել։ Որոշ դեպքերում, որոշ օրերին օրդ ավարտվում է, երբ որ դու ավարտված գործի վերաբերյալ պիտի որոշում կայացնես։ Այդ իրական այն արդարադատության իրականացումն է, որը եղած փաստերի ու ամբողջ քո պատկերացրածի համատեքստում դա պիտի իրագործես։ Իհարկե, այստեղ ի տարբերություն միանձնյա գործերի քննության, վերաքննիչ ընդհանրապես բոլոր վերաքննիչի բոլոր մասնագիտացումները կլինի քրեական, քաղաքացիական թե վարչական, կոլեգիալ կազմով է եւ հաջորդը արդեն այն աշխատանքներն են կազմակերպվում գործի վերաբերյալ կազմի հետ, դատական կազմի մյուս երկու դատավորների հետ, եթե նախագահողը դու ես, կամ եթե դատական կազմի մյուս դատավորն է նախագահողը, իրենց հետ գործի ելքի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելը։ Իհարկե լավ կլիներ, որ դատավորի աշխատանքը այդ առավոտյան հատվածի այդ մտահոգությամբ չսկսվեր եւ նաեւ լավ կլիներ, որ աշխատանքը ավարտվեր բուն այն աշխատանքային օրվա ավարտին, որը որպես կանոն ժամը 18:00-ն է, բայց ես կարծում եմ ու իմ խորին համոզմամբ հանրապետությունը որևէ դատական ատյան մեծ հաշվով որոշ միգուցե չգիտեմ բացառություններ, որևէ դատավոր իրեն նման շռայլություն թույլ չի տալիս ու ժամը 6-ին կարող է աշխատանքն ավարտել, որտեղ աշխատանքներն այնքան շատ են, որ միևնույն է դու ինչ որ մի բան թողնում ես կիսատ հաջորդ օրը գալու այդ աշխատանքը շարունակելու։ Այս ամբողջ աշխատանքի մեջ այսպես ոչ գրավիչ կամ որոշակի անհանգստացնող հարցը դա աշխատանքային ծանրաբեռնվածությունն է, բայց նաև առիթից օգտվելով ասեմ, որ կատարվող փոփոխությունները օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ այլն բավականին փորձ են կատարվում, իսկ որոշ դեպքերում արդեն ունենք իրողություն դատարաններում դատավորների աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու առնվազն քաղաքացիական մասնագիտացմամբ ակնհայտ է, որ աշխատանքային ծանրաբեռնվածությունը բավականին թուլացել է, երբ որ դատարաններում քննվող գործերի որոշակի մեծ հատվածը նաև վերապահվել է նոտարներին։ Վարչական արդարադատության ոլորտում գիտեք, միգուցե դա պայմանավորված է նաև մեր քաղաքացիների
իրավագիտակցության մակարդակի բարձրացմամբ, մեր մոտ փաստաբանի ինստիտուտը կայանալու տրամաբանության մեջ եւ ցանկացած փոքրիկ հարցով, եթե պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կայացրած ակտերից, գործողությունից ու անգործությունից դժգոհություն ունեն, ներկայացնում են դատարաններ, վարչական դատարան, այնուհետև դե բնականաբար վերաքննիչ դատարան տարբեր պահանջներով եւ տարբեր տեսակի գործեր։ Պարոն Մախմուդյան, ունենալով բազմամյա փորձ, գիտելիքներ եւ տարիներ շարունակ արձանագրելով դատական համակարգում առկա խնդիրները, հետաքրքիր է ինչ տեսլական ունեք համակարգի բարելավման համար եւ ինչ եք արել այս տարիների ընթացքում։ Վերջին հատվածից սկսեմ, ինչ եմ արել, փորձել եմ բացառապես իմ կողմից իրականացվող արդարադատության որակը պատշաճ մակարդակի պահել, որովհետեւ դա միևնույն է իր հերթին առնվազն մի աշխատանք է, որով դու նվազեցնում ես հետագա դատական ակտերով քո կայացրած վճռաբեկ դատարանի ծանրաբեռնելու տրամաբանության մեջ։ Այլ բան ես չէի կարող անել, բայց ձեզ ուղղակի նաև տեղեկացնեմ, որ կարծեք թե ինձ հաջողվել է, որովհետև առնվազն վերջին 3.5 տարիների վերաքննիչ դատարանում գտնվելու պայմաններում վճռաբեկ բողոքներ եղել են, բայց առնվազն վճռաբեկ բողոքներով իմ կայացված դատական ակտերի բեկանման, վերանայման եւ այլնի առումով 0.10%-ով ինչ-որ թվի մասին է խոսքը, իսա ենթադրում է կամ բերում է այն հետևության, որ դատական ակտով, դատական ակտերի կանխատեսելիությունը եւ որոշակիությունը ապահովելով դու լրացուցիչ ավելորդ չես ծանրաբեռնում նաեւ այն ացյանին, որը վճռաբեկ դատարանն է եւ կարծում եմ 3 ացյանների միջև այս փոխգործակցության դատական ակտերի կայացման տրամաբանության մեջ որակը ապահովելով դու առնվազն մի ացյանում կայացված քո դատական ակտի որակի ապահովմամբ նվազեցնում ես կամ փոքրացնում ես հավանականությունը վերաքննիչ դատարանում դատարանին ծանրաբեռնելու իսկ մյուս մասով գիտեք խնդիրները կարող են շատ բազմասպեկտ լինել բայց ամենակարևոր հարցը իմ դիտարկմամբ որ մշտապես իսկ դա վստահ եմ 95 թվականի համանդրական փոփոխություններից հետո դատական իշխանության առաքելությունը պիտի լիներ ու պիտի շարունակվի լինել հասարակության վստահությունն ու վերաբերմունքի բարձրացման ուղղված աշխատանքները մշտապես պիտի իրականացվեն, դրանք կդրսևորվեն որակյալ օրենքների ընդունման եղանակով, քո կողմից իրականացված արդարադատությամբ եւ այ հասարակության վստահության մակարդակի յուրաքանչյուր տարվա մեկ նիշի բարձրացումը ել ավելի կհզորացնի դատական իշխանությունը եւ դատական իշխանության դերն ու առաքելությունը ավելի կբարձրացնի ինստիտուցիոնալ վերջին տարիների առհասարակ տարեստարի տեղի ունեցող փոփոխությունները բնականաբար իրենց դրական ազդեցություն ունենում են, բայց դրանք հեռու են անթերի լինելուց եւ ինչպես քիչ առաջ ասեցի աշխատանքային ծանրաբեռնվածության այդ թվում նաեւ այո աշխատակազմերի աշխատակիցների վարձատրության առումով կարող են որոշակի դեռ լուծում պահանջող հարցեր լինեն ինչ խոսք դատավորների աշխատավարձերի մասով իրապես նկատելի բարձրացումներ տեղի են ունեցել բայց գիտեք ցանկացած ժողովրդավարական կարգ ունեցող պետությունում առաջադեմ երկրներում դատավորին եւ դատավորի առաքելության հաշվառմամբ միշտ պետությունը հաշվի է առնում որ դու դատավորի այդ թվում նաեւ նրան օժանդակող աշխատակազմին պիտի այնպիսի պայմաններ ստեղծես, որ ինքը իր աշխատավայրում մտածի միայն արդարադատության իրականացման մասին եւ ոչ ընտանեկան հոգսերի, ոչ տարբեր տեսակի ուրեմն դժվարությունների մասին, որոնք սկսած, չգիտեմ, տեխնիկական հագեցվածությունից, ինչը անխոս որևէ տեսակի այդպիսի հարց այսօր չունենք, վարձատրություն եւ մնացած բոլոր շենքային պայմաններ ամեն ինչ պիտի լինի հարմարավետ, որպեսզի դատավորը գա եւ սկսի զբաղվել բացառապես իր կողմից իրականացվող արդարադատությամբ։
Իսկ հետաքրքիր է հասարակության վստահությունը ինչպես է գնահատում արդարադատություն իրականացնող մարմինների նկատմամբ այս ժամանակահատվածում։ Մի քիչ բարդ հարց եք տալիս զուտային առումով, ես անկեղծ ձեռքից տակ չեմ ունեցել ըստ էության կոնկրետ սոցիոլոգիական հետազոտություններ, բայց ինչ խոս հասարակության որոշ հատված դեռ շարունակում է ունենալ դժգոհություններ։ Իհարկե դժգոհությունները մի կողմից օբյեկտիվ են, մի կողմից սուբյեկտիվ։ Սուբյեկտիվ են այն առումով, որ օրինակ դատավարության մասնակիցների մի քիչ դժվար է պատկերացնել որպես կանոն ունենալով, չգիտեմ, երկու կողմ կամ հայցվոր պատասխանող կամ երրորդ անձ, դատարանում առնվազն դատական ակտը կայացնելիս պիտի լինի ի վնաս մեկի։ Այսինքն կողմերից մեկը առնվազն պիտի դժգոհություն ունենա։ Հետևաբար ասել, որ հասարակության մեջ պիտի դժգոհությունները չլինեն, մի փոքր միամտություն կլինի, եւ եթե երկու կողմերի դիտարկում ենք 100% ու կողմերից մեկը այսպես ունենում է դժգոհություն, առնվազն ստացվում է, որ 50%-ի մոտ այս դժգոհությունը պիտի լինի։ Իհարկե, սա մի փոքր իրավամտածողության եւ հասարակության իրավական գիտելիքներով զինված լինելու հաշվառմամբ կարող է մի փոքր ավելի քիչ լինել, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ մեր հասարակության անդամները երբեմն բողոքարկում են դատական ակտը շատ հաճախ ներքուստ ունենալով համոզում, որ միևնույն է դատարանը ճիշտ է կայացրել է դատական ակտը, բայց ամեն դեպքում փորձենք սկզբունքով առաջնորդվելով կարող են ծանրաբեռնել նաև դատարաններին։ Դրա համար ես կցանկանայի, որ մեր հասարակության անդամների մոտ նաև ոչ միայն դատական իշխանության նկատմամբ վստահության բարձրացումը, այլ իրավագիտակցության մակարդակի հանրային իրազեկման մակարդակը այնքան բարձր լինի, որ իրենք ներքուստ ինքնագնահատականով կարողանան կողմնորոշվել արժե այս հարցով դատարան դիմել թե ոչ, եւ եթե դիմել ենք ունենք դատական ակտ, արժե մյուս այցաններին դիմել թե ոչ։ Բայց այդուհանդերձ իհարկե նաև կան օբյեկտիվ պատճառներ, որտեղ որ շատ հաճախ դա երբեմն կարող է պայմանավորված լինել ծանրաբեռնվածությամբ, երբ որ հասարակության անդամը ակնկալում է քեզանից արագ գործելու, արագ դատական ակտ կայացնելու, նիստերը շատ արագ նշանակելու եւ տեսնում է, որ դա ամիսներ են մեկ տարուն հասնող եւ իր մոտ սկսում է արդեն դժգոհություններ առաջանալ, իհարկե առանց խորամուխ լինելու, հետամուտ լինելու այն խորքային պատճառների, որը մենք բնորոշում ենք գերծանրաբեռնվածություն։ Օբյեկտիվ մյուս պատճառները արդեն կարծեք թե պիտի նաեւ այո իրավաբանական վերլուծությունների, տարբեր տեսակի սոցիոլոգիական հարցումների եղանակով կարող ենք գնահատական տալ եւ իհարկե նաեւ որոշ դեպքերում այդ դժգոհությունները կարող է պայմանավորված լինել օրենքների թերի կամ անկատար լինելու տրամաբանությամբ։ Ես նաեւ դասավանդելով Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում մշտապես տեսական դիրքորոշումները, տեսական մոտեցումները ներկայացնելուց անպայման փորձում ենք մեր ուսանողության շրջանում նաեւ ներկայացնենք իրավակիրառական պրակտիկայում առաջ եկող խնդիրները, բոլոր այն բացերն ու խութերը, որոնք ավելի կարող են իրենց որպես ապագա իրավաբանների աշխատանքը դժվարացնել, բայց այդուհանդերձ յուրաքանչյուրս մեր տեղում եւ մեր հերթին պիտի փորձենք կատարենք այն աշխատանքը, որն ուղղված կլինի հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության մակարդակներն ավելի բարձրացնելու։ Նաև պարոն Մախմուդյան, մի քանի անգամ խոսեցիք գերծանրաբեռնվածության մասին, հասկանալի է դառնում, որ ձեզ համար, ինչպես նաև մյուս շատ այլ դատավորների համար, որ խոսել ենք, դա շատ մտահոգիչ եւ խնդրահարույց է։ Ինչ է կարծում մոտ ապագայում հնարավոր է ազատվել այդ խնդրից, թե այդպես կարծելն էլ միամտություն է։ Իհարկե, գերծանրաբեռնվածությունը դա դատական իշխանության ցանկացած ներկայացուցիչ, այդ որ նաև յուրաքանչյուր դատավորի ամենօրյա հոգսն է, բայց այս մասով ես ունեմ համոզմունք եւ մի փոքր ներքին հավատ, որ աստիճանաբար ժամանակի ընթացքում այս հարցը պիտի լուծվի, որտեղ առնվազն նաեւ քաղաքացիական ոլորտում այդ բեռի թոթափումը էականորեն ու նկատելիորեն կա, դա նշանակում է, որ պիտի հնարավոր է ըստ էության դա կատարել
եւ որքանով նաեւ այս տեղեկացված է Բարձրագույն դատական խորհուրդը այս պահին նաեւ որոշակի քննարկումներ, ուսումնասիրություններ կատարում է նաեւ վարչական արդարադատության ոլորտում, որտեղ անկեղծ պիտի ասենք այսօր գերծանրաբեռնվածության համար առաջին հորիզոնականը տվող բլոկը այսպես կամ ոլորտը դա վարչական արդարադատությանն է վերաբերվում եւ եթե վարչական դատարանը որպես ստորին օղակ տարեկան 2024 թվականի շուրջ 20-21 հազար գործ է ստացել կրկնապատկվելով կարծեք թե այս պարագայում անխոս այդ դժգոհությունը մտահոգությունը կլինի բայց այն նաև այն քննարկումները այն մտահոգությունները կիսելու հանգամանքը որը որ Բարձրագույն դատական խորհրդի հենց նաև խորհրդի նախագահի մասնակցությամբ տեղի են ունենում եւ կարծեք թե կիսում են այդ մտահոգությունները սա մեզ բերում է այն համոզման որ առաջիկայում հնարավոր է որովհետեւ ես ինչու եմ ասում համակարգային այդ համակարգային լուծումների արդյունքում միայն կարելի է հասնել այն նպատակին, որ ծանրաբեռնվածությունը թեթևանա, նույնը վերաբերվել է ու մշտապես խոսում ենք էլեկտրոնային արդարադատության մասին, որտեղ որ ներդրվելու դեպքում պիտի կարողանանք հասկանալ դրանք ինչ դրական կողմեր են ապահովելու եւ ինչ բացասական խնդիրներ են ունենալու, արդյոք դա է դատարանում ծանրաբեռնվածությունը թեթևացնելու միջոցը, թե այլ փոխարինող ավելի լավ միջոցներ կան։ Հիմա ամեն դեպքում ես որպես դատարանի նախագահի նոր այսպես լծվել եմ նաև այդ աշխատանքին, զուտ պարտականությունների առաքելության կատարման պայմանավորված, միգուցե հաջորդ մեր հանդիպումների ժամանակ ձեզ ավելի շատ տեղեկատվություն տալ, թե այդ դատաիրավական առհասարակ բարեփոխումները կամ համոզմունքը կա, որ ծանրաբեռնվածությունը կթեթևանա թե ոչ։ Իսկ ինչ եք կարծում այսօր դատավորները իրենց որոշումները քաղաքական ճնշումներից, ազդեցություններից պաշտպանելու կարիք ունեն եւ քաղաքական դաշտում եղած փոփոխությունները ինչպես են ազդում դատական համակարգի վրա։ Իմ խորին համոզմամբ մշտապես դատավորների դատական ակտերի նկատմամբ ազդեցության, եթե այդպեսին պիտի լինի, առաջամարտիկը պիտի լինի ինքը դատավորը։ Իսկ եթե դատավորը հաստատակամ է իր կայացած որոշումների մեջ, չեմ կարծում դատավորին պիտի ֆիզիկական ուժ գործադրեն, ցավ պատճառեն կամ այլ եղանակով, եթե տեսնում են, որ դատավորը ունի այդ համոզմունքը, որոշների մոտ կարող է թերահավատորեն մոտենալ իմ այս ասվածին կամ առհասարակ չհավատալ, բայց ես անձամբ իմ օրինակով վստահեցնում եմ, որ որոշումները կայացնում եմ իմ կամքով, իմ ներքին համոզմունքով, կարող է եւ իմ կողմից կայացված որոշումը համընկնի տվյալ պարագայում իշխանության կարծիքի կամ որևէ կոլեկտիվ խմբի անձանց, որևէ պաշտոնատար անձանց մտադրությունների հետ, որովհետև արդարադատության իրականացումը ոչ թե նա է, այ եթե այս մարմինը ցանկանում է այսպես լինել, ուրեմն պիտի հակառակ անել, այլ պիտի դու կայացնես այն որոշումը, որը որ քո գնահատմամբ արդար է եւ ճիշտ է։ Ցանկացած քաղաքական իշխանության որդեգրած քաղաքականությունը առնվազն ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով իր ազդեցությունը միշտ ունենալու է, որովհետև օրենքների նախագծերի կազման մեջ գերակշիռ առյուծի բաժինը վերապահված է կառավարությանը։ Կառավարությունն է այդ օրենքների նախագծերը դնում շրջանառության մեջ եւ ընդունում ազգային ժողովի կողմից։ Հետևաբար ստացվեց, որ դու ակամայից որպես դատավորի կիրառում ես այն դատական ակտերը, իհարկե ընդունվածները շարունակում են գործել, որոնք ընդունվել են օրվա քաղաքական իշխանությունների կողմից։ Ես այս երևույթի մեջ որևէ նեգատիվ բան չեմ տեսնում, որովհետև տեսեք, դատավորների աշխատավարձերի բարձրացումը նորից քաղաքական իշխանության որդեգրած քաղաքականություն։ Եթե դատավորների թվի ավելացում է տեղի ունենում, նորից օրվա քաղաքական իշխանության դրսևորում է։ Եվ այդպես շարունակ, եթե որևէ նեգատիվ ինստիտուցիոնալ որոշակի փոփոխությունները բերում են նեգատիվ արդյունքի, նորից
եթե քաղաքական իշխանության սահմանադրական առաքելությունը իր հայտարարություն կա։ Դատական ակտերի կայացման պարագայում եւ սահմանադրությամբ նախ այդպիսի արգելք, որ դատավորները պարտավոր են ենթարկվել սահմանադրությանը, օրենքներին ու իրենց ներքին համոզմամբ, եւ երկրորդը յուրաքանչյուր դատավոր իր հերթին եւ իր կողմից պիտի փորձի դառնալ իր կողմից կայացված դատական ակտի պահապանն ու առաջամարտիկը։ Եվ գանք ընտանիքին կարողանում եք նրանց բավարար ժամանակ տրամադրել, հաշվի առնելով գերծանրաբեռնվածությունը եւ այլ խնդիրներ։ Այդ ընտանիք աշխատանք բալանսը ինչպես եք ապահովում։ Ինքը շատ բարդ հարց է եւ ասել թե լիարժեք կարողանում եմ ժամանակը տրամադրել ընտանիքին մի փոքր ճիշտ չի լինելու, բայց ես առնվազն մի այսպես կարմիր թելի պես անցկացնում եմ այն կարևոր կանխադրույթը, որ երբեք աշխատանքի կատարման, իհարկե ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, մասնագիտական ոլորտի տրամաբանությամբ, երբեք, բայց դա չպիտի բացասական ազդեցություն ունենա քո ընտանիքի որակի առումով, հա, պիտի կարողանաս պատշաճ երեխաներիդ դաստիարակությամբ եւ առհասարակ ազգային ավանդական ընտանիքի բոլոր ատրիբուտները ապահովես, իսկ ես դա կարծում եմ ընտանիքում յուրաքանչյուր անդամի, այդ նաեւ ինչպես ասում են, տղամարդու դերակատարությունը պիտի միշտ լինի, իհարկե այն բացը, այն պակասը, որը որ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ես ունենում եմ, դա լրացնում է մայրիկի կողմից, կնոջս կողմից երեխաների մասով, բայց Աստծուց շնորհակալ եմ, որ դժգոհություններ, մտահոգություններ չունեմ, առավել եւս, որ կարողանում եմ ապահովել իմ մասնակցությունն ու դերակատարությունը գոնե այն հնարավոր նվազագույն բոլոր գործընթացներում, որոնք որ ընտանիքին անպայման անհրաժեշտ են։ Եվ այս պարագայում մի փոքր արդեն նաև հեշտացել է, կարծեք թե իմ ֆունկցիան, այն երեխաները, երբ որ արդեն չափազության տարիքի են հասնում, իհարկե փոքրիկ տղաս ամենակիչն է ինձ տեսնում, որտեվ ես գալիս եմ կամ ինքը դպրոց կամ քնած է լինում, ես գնում եմ շատ հաճախ ինքը քնած է լինում, այդուհանդերձ կարծում եմ սա էլ է որոշակի կազմակերպական հմտություններ պահանջում, այնպես ինչպես քիչ առաջ ասում էի, գալիս ենք աշխատանքի, փորձում ենք աշխատանքը կազմակերպենք, որ դատական կազմի բոլոր աշխատակիցները իրենց առաքելությունն իրականացնեն, ընտանիքում էլ, ընտանիք աշխատանք, այս կապը, եթե խզվեց որևէ տեղ, անպայման ինքը անցանկալի կամ բացասական հետևանքներ է ունենալու։ Իհարկե դրա հետ մեկտեղ նաև նախ չենք կարող, երկրորդը կողմնակից էլ չեմ, որ լինելով որոշակի կարգավիճակում, անկախ դրանից դատավոր կլինես թե որևէ այլ պաշտոնի, ամբողջ օրը աշխատանքային ժամին նվիրես ընտանիքին, նշանակում է աշխատանքի տեղն է որոշակի թերացումներ ու բաց թողումներ լինելու, դրա համար ամենալավագույնը դա ոսկե միջինն է, երբ որ կարողանում ես, իսկ ես միշտ ասում եմ, որ աշխատանքի առումով օգտակարն է, ընտանիքի առումով հաճելին եւ հաճելին պիտի օգտակարի հետ միշտ կարողանանք համատեղենք։ Այսքանն էին մեր հարցերը, պարոն Մախմուդյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։